Բարև ձեզ։ Փաստ-ինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Վաշինգտոնում կայացավ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, հիմնական թեման քննարկվող թրիփն էր։ Թրիփի շուրջ զարգացումները անընդհատ հետաքրքրում են մեր հասարակությանը, քանզի այն ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար։ Եվ հայտնի են դարձել որոշ մանրամասներ Միրզոյան-Ռուբիո հանդիպումից, մասնավորապես հայ-ամերիկյան կոնսորցիումի հետ կապված եւ նրա աշխատանքների հետ կապված։ Ուշագրավ է, որ սովորաբար նման կոնսորցիումները երբ ստեղծվում են երկու պետությունների միջև, դրանք ստեղծվում են 50-50% հավասար հնարավորություններով եւ յուրաքանչյուրը ըստ էության փաթեթի գոնե առնվազն կեսին տիրապետում է։ Այս դեպքում կոնսորցիումի պարագայում 74% 26% հարաբերակցությամբ Միացյալ Նահանգներն է վերցնում ըստ էության ոչ միայն հսկիչ փաթեթը, այլև կարելի է ասել 2/3 ողջ կոնսորցիումի ստացված հասույթի։ Բացի այդ Միացյալ Նահանգներին էր թողնվում նաև հասույթը, դա առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը։ Բացի այդ, պարզվում է, որ այդ պայմանագիրը կարող է նաև 50 տարով էլ երկարաձգվել, այսինքն ընդհանուր դառնա 149 տարվա պայմանագիր, բայց այդ 149 տարվա պայմանագրի պարագայում էլ կոնսորցիումում Հայաստանի չափաբաժին անգամ 50%-ի չի հասնելու է 49%-ի։ Զարմանալի է, որ նման պայմանագրի ստորագրումը որոշ փորձագետներ եւ նաեւ մերձիշխանական շրջանակներ շտապել են որակել իբրև դարակազմիկ իրադարձություն, բայց փորձենք հասկանալ, թե իրականում դա ինչ պայմանագիր է եւ ինչ է տալու դա Հայաստանին։ Բացի այդ, փորձենք նաեւ հասկանալ, թե ինչու է սա միայն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրվում, իսկ ուր է Ադրբեջանը, չէ՞ որ օգոստոսի 8-ի արձանագրությունները նաեւ Ադրբեջանի մասնակցությամբ եւ թրիփի մասին ասվեց նաեւ Ալիևի մասնակցությամբ։ Հետևաբար Ադրբեջանը կարծես թե այս ամենից դուրս է մնում, որովհետև այն ճանապարհը, որ անցնելու է Հայաստանով, փաստացիորեն չի անցնում Ադրբեջանով։ Սա վերաբերում է բացառապես Հայաստանով անցնող ճանապարհին, բացառապես Սյունիքով անցնող ճանապարհին, թե ինչ տնտեսական էֆեկտ է ունենալու այս ամենը, սա դեռ մենք հետո կհասկանանք, բայց այստեղ նաև կա լուրջ քաղաքական բաղադրիչ։ Կարծում ենք ճիշտ կլիներ Միրզոյանի այցը գոնե որոշ ժամանակով հետաձգել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, քանզի Միացյալ Նահանգների շտապողականությունը շատ արագ սկսել քննարկել թրիփը վերջին շրջանում խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ կապված իր պլաններն ունի։ Ես հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ին ստորագրվել էր այդ պայմանագրի նախագիծը եւ օգոստոսից մինչեւ այժմ գրեթե քայլեր չէին արվում, բայց Վենեսուելայի իրադարձություններից հետո եւ Իրանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին հանկարծ արագանում է գործընթացը եւ թրիփի հետ կապված արդեն սկսում են պայմանավորվածություններ ձեռք բերվել եւ ինչ որ պայմանագիր է ստորագրվում կոնսորցիումի հետ կապված։ Նաև անորոշ ձևակերպում է սահմանակետերի հետ կապված, նշում է, որ բոլորը աշխատելու են ստանդարտ ռեժիմով, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, բայց այստեղ առաջանում է հարց. երկու ինտեգրացիոն միավորների, որոնցից մեկը անվտանգային է, մյուսը տնտեսական, այդ միավորների հետ կապված հարցը ինչպես է կարգավորվելու, սահմանապահների հարցը ինչպես է կարգավորվելու։ Նշում է, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես որ կա։ Եթե ամեն ինչ մնում է այնպես ինչպես որ կա, նշանակում է այս կոնսորցիումին կամ առնվազն այս գործընթացին երրորդ կողմերն են միանալու, առնվազն երկու պետություն է միանալու սրան, քանզի առանց այդ պետությունների հավանության գոնե այս կոնսորցիումի աշխատանքը եւ առհասարակ թրիփի աշխատանքը շատ ծանր է լինելու, եթե չասենք անհնար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու, բայց այն, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պետք չէր հիմա գնալ այդ պայմանագրի ստորագրման եւ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, քանզի Միացյալ Նահանգները սա օգտագործելու է տարածաշրջան ներթափանցելու համար։ Իսկ որտեղով է անցնում թրիփը։ Իհարկե անցնելու է հայ-իրանական սահմանով։ Իսկ այս ներկա իրադարձությունների ֆոնին սա Միացյալ Նահանգների համար ունի գերկենսական նշանակություն։ Ստացվում է, որ ոչ միայն կոնսորցիումի 74% շահաբաժինն է վերցնում Միացյալ Նահանգները, այլ նաև իր շահերի համար է օգտագործում այս թրիփը, արագացնելով նրա ձևավորման գործընթացը։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, հենց Իրանի հետ է կապված։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են վերածել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Համենայն դեպս Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց դաշնակիցները լրջորեն մտածում են Իրանին հարվածելու համար։ Թրամփը նաև հայտարարում է, որ եթե Իրանի կառավարությունը զենք կիրառի ցուցարարների նկատմամբ, ապա Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանին։
Եվ այս ֆոնին սկսում են հայտարարություններ տարածել Իրանում տեղակայված արևմտյան պետությունների դեսպանատները, իրենց քաղաքացիներին կոչ անելով շտապ լքել Իրանի տարածքը։ Սա խոսում է այն մասին, որ Իրանի նկատմամբ ինչ-որ լուրջ բան է ծրագրվում, բայց այս ամենի ֆոնին զարմանալիորեն լուռ է Բաքուն։ Բաքուն չի միանում այդ կոչին եւ քաղաքացիներին կոչ չի անում լքել իրանական Ադրբեջանի տարածք եւ նաեւ Իրանի տարածք։ Իսկ ինչու։ Իսկ միգուցե պատճառը կայանում է նրանում, որ Ադրբեջանը այս օրերին ակտիվորեն ներգրավված է հակակառավարական ցույցերի մեջ, ակտիվորեն կոչ են անում նաեւ Ատրպատականում բնակվող ադրբեջանցիներին դուրս գալ փողոց եւ միանալ հակակառավարական ցույցերին։ Ադրբեջանը չի թաքցնում, որ ինքը ըստ էության վարում է հակաիրանական քաղաքականություն եւ այս քաղաքականությունը նոր չէ։ Սակայն զարմանալիորեն եւ ցավալիորեն Իրանի ուղղակիորեն քաղաքական իշխանությունը չտեսնելու էր տալիս այն ամենը, ինչ կատարվում էր Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը տևական ժամանակ, եթե չասենք տասնամյակներ, լուրջ պլացդարմի է վերածում Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ 12-օրյա պատերազմի ժամանակ էլ Ադրբեջանի տարածքը օգտագործվեց Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելու համար։ Չնայած Իրանի իշխանությունները, Իրանի քաղաքական իշխանությունը չի ընդունում այս մեղադրանքները եւ նշում է, որ դեռ իրենց պետք է հիմնավոր ապացույցներ, որ Ադրբեջանը մասնակցել է կամ մասնակից է եղել 12-օրյա պատերազմում, իր տարածքներն է տրամադրել Իսրայելին, Իրանին հարվածներ հասցնելու համար։ Իրավիճակը ամեն պահի կարող է պայթել եւ այս ֆոնին կարեւոր է լինելու թե ինչ դիրքորոշում կզբաղեցնի Հայաստանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը չվերածվի հակաիրանական պլացդարմի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի եւ վերահսկելի դարձնենք մեր սահմանները, ինչպես նաեւ թույլ չտանք, որպեսզի մեր երկիրը օգտագործվի Իրանի դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Պարտադիր չէ, որ այդ ամենը լինի ուղիղ կերպով գործողություններ իրականացնել, այլ նաեւ ինֆորմացիոն բնույթի տեղեկատվության տարածման հետ կապված Իրանի ներքին գործերին միջամտելը Հայաստանի տարածքից եւ այլն եւ այլն։ Ինչևէ, սպասենք տեսնենք թե իրադարձությունները ինչպես են զարգանալու, բայց այն որ նաեւ ծոցի պետություններն են միացել Թրամփին ուղղված պահանջին կոչ անելով ռազմական գործողություններ չսկսել Իրանի դեմ, քանզի սա անվերահսկելի է լինելու եւ բավականին լուրջ իրադարձությունների առիթ է տալու ողջ տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիան եւ ծոցի պետությունները շատ լավ հասկանում են, որ եթե Իրանը հայտնվեց անելանելի վիճակում, ապա նա բոլոր միջոցներ օգտագործվելու է հարվածներ հասցնելու համար, իսկ ծոցի պետությունների տարածներում են նաեւ տեղակայված ամերիկյան ռազմական բազաները։ Հետևաբար եւ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի մյուս պետությունների մտահոգությունները հասկանալի են։ Նրանք եւ մտածում են առաջին հերթին իհարկե իրենց մասին եւ դա բնական է։ Եվ նաեւ մտածում են տարածաշրջանի մասին, որը կարող է պայթել անկանխատեսելի հետևանքներ ունենալով բոլորի, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Սպասենք տեսնենք թե իրադարձությունները Իրանում ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Եվրոպական միությունում ակնհայտ պառակտում է սկսվել, եւ Իտալիայի վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը որոշել են պատվիրակություն ուղարկել Մոսկվա, որպեսզի սեպարատ բանակցություններ սկսեն Ռուսաստանի հետ ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված։ Եվրոպան ակնհայտորեն տեսնում է, որ ինքը դուրս է մնում աշխարհաքաղաքական սեղանից, որ Միացյալ Նահանգները միանձնյա է որոշում Ուկրաինայի ճակատագիրը, իհարկե Եվրոպայի հաշվին եւ Եվրոպական միության հաշվին։ Եվ հիմա կարծես թե հասկանալով այս ամենը, Եվրոպան իր հերթին փորձում է հակաքայլ կիրառել Թրամփի նկատմամբ եւ սեպարատ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։ Այն որ ուկրաինական պատերազմից ամենից շատ տուժողը եղավ հենց Եվրոպան, դա ընդունում են նաեւ եվրոպացիները։ Տնտեսական ռեցեսիան, որի պայմաններում այսօր ապրում է Եվրոպական միությունը, առաջին հերթին իհարկե պայմանավորված են ուկրաինական ճգնաժամով, Ուկրաինային ուղղված անվերահսկելի ֆինանսական միջոցներով եւ նաեւ այն միլիոնավոր փախստականներով, որոնք ստիպված է ընդունել հենց Եվրոպական միությունը ուկրաինական պատերազմի արդյունքում։ Միացյալ Նահանգները հեռու է, Միացյալ Նահանգներ հասնելը բավականին դժվար է եւ այն օվկիանոսները, որոնք բաժանում են Եվրոպական միությունը Միացյալ Նահանգներից, հնարավորություն են տալիս Տրամփին ձեռքերի ազատություն ունենալ եւ գործել այնպես, ինչպես ինքն է ցանկանում Ուկրաինայում, բայց Եվրոպական միությունը գետնի վրա է զգում բոլոր այդ դժվարությունները, խնդիրները եւ նաեւ այն վտանգները, որոնք կան ուկրաինական պատերազմի ծավալման հետ կապված։ Լվովին եւ նրա հարակից շրջաններին ռուսական օրեշնիկ համակարգի հարվածից հետո կարծես թե եվրոպացիները շատ լավ հասկացան եւ սթափվեցին, քանզի այդ հարվածը եղել էր Լեհաստանի հետ սահմանից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Սա հստակ ազդակ է Եվրոպային, որ առանց ցանկության էլ Եվրոպական միությունը կարող է ներկայացվել ռազմական գործողությունների մեջ եւ սա արդեն կարող է վերջնական կործանարար լինել հին աշխարհի համար։
Հետևաբար Իտալիան եւ Ֆրանսիան սկսել են նախաձեռնել այս գործընթացը բանագնացներ ուղարկելու Մոսկվա եւ փորձելով սեպարատ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ։ Վստահ ենք, որ այս գործընթացին միանալու են ապագայում Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, բացառված չէ, որ այլ եվրոպական պետություններ եւս միանան այս հանգամանքին եւ այստեղ Բրյուսելը արդեն պաշտոնապես միայնակ գտնվի կամ բավականին ծանր իրավիճակի մեջ գտնվի եւ ստիպված լինի ընդունել այն պայմանները, որոնք Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Կալա Կալասին առաջ կքաշեն նույն Եվրոպական միության պետությունների ղեկավարները իրենց քաղաքացիների պահանջով։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ եւս ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։